Փառք Տիրոջ այսօրվա համար եւ այսօրվա խոսքս այսպես եմ վերնագրել. անհնարինը հնարավոր է դառնում Տեր Հիսուսի հետ։ Գիտեք, մենք հաճախ փնտրում ենք մարդկանց, ով կարող է մեզ լսել, ինչ որ խորհուրդ տալ կամ ուղղություն ցույց տալ, բայց մենք գիտենք, որ մարդ կարող է սխալվել եւ կամ մեկը, ով անսխալական է, կամ մեկը, ով ասում է, արի ինձ մոտ քո բոլոր հարցերով, քո բոլոր դժվարություններով եւ դա Տեր Հիսուս Քրիստոսն է ու ինքը ասում է, որ հանձնեք ինձ եւ ազատ կլինեք, հանձնեք ինձ եւ խաղաղ կլինեք։ Տեր Հիսուսը ասում է, եկեք ինձ մոտ եւ կտեսնեք, ու գիտեք, մենք պետք է գանք, որ տեսնենք։ Հովհաննես 5:40-ում Տեր Հիսուսը ասում է, բայց դուք չեք կամենում ինձ մոտ գալ, որպեսզի կյանք ունենաք։ Առանց Տեր Հիսուսի մոտ գալու չկա կյանք։ Իսկ ո՞նց է լինում իր մոտ գալը։ Դա իր խոսքին հավատալն է, այդ խոսքը ճանաչելն է եւ այդ խոսքին հնազանդվելն է։ Հակոբոս 4:7 ընթերցենք. Արդ հնազանդվեք Աստծուն, դիմադրեք Սատանային ու նա ձեզանից կփախչի։ Գիտեք, երբեմն մենք մտածում ենք, ոնց ազատվենք ինչ-որ մեղքից, գայթակղություններից։ Գրված է, Սատանան կփախչի մեզանից, եթե մենք հնազանդվենք Աստծուն։ Հնազանդվելով մենք զորանում ենք, զորանալով մենք կարողանում ենք դիմադրել եւ երբ դիմադրում ենք, չարը փախչում է։ Մենք պետք է հավատանք, վստահենք եւ հնազանդվենք։ Եվ եկեք ընթերցենք Սաղմոս 139 2-6 խոսքերը։ Դու գիտես իմ նստելն ու վեր կենալը, հեռվից իմանում ես իմ մտածումները, քննում ես իմ գնալն ու պարկելը եւ գիտես իմ բոլոր ճանապարհները, որովհետեւ դեռ խոսք չկա իմ լեզվի վրա, ահա ով Տեր դու բոլորը գիտես։ Ինչ շրջապատում ես իմ հետևից եւ առջևից եւ քո ձեռքը դրել ես ինձ վրա։ Այս գիտությունը շատ զարմանալի է ինձ համար, բարձր է, չեմ կարողանում հասնել նրան։ Տեսնում ենք, որ Տերը գիտի ամեն բան մեր մասին։ Տերը գիտի ամեն դժվարության մասին, ամեն կարիքների մասին եւ ամեն մտածումների մասին, անգամ երբ որ մենք ինչ-որ բան մտածում ենք, բայց չենք արտահայտվում, կարդացինք, որ դեռ խոսք չկա իմ լեզվի վրա, ահա Տեր դու բոլորը գիտես։ Մեր բոլոր ճանապարհների մասին, գիտեք, եւ երբեմն մենք ինչ-որ որոշում ենք կայացնում եւ գծում ենք մեր ճանապարհը մեր ցանկություններով, մեր պատկերացումներով, բայց Տերը գիտի այդ ճանապարհի ընթացքը, Տերը գիտի, թե ուր է տանելու այդ ճանապարհը եւ շատ ժամանակ չի ստացվում մեզ մոտ եւ հենց դրանով Տերը մեզ հետ ապահում սխալ ճանապարհներից։ Շատ ժամանակ մենք չենք ստանում այն, ինչ խնդրում ենք եւ այդ ամենով Տերը ուղղակի մեզ հետ ապահում սխալ որոշումներից ու սխալ վատ տեղ հասնելուց։ Եվ գիտեք, 6-րդ խոսքը այս Սաղմոսի ասում է, որ այս գիտությունը շատ զարմանալի է։ Շատ ժամանակ մենք տեսնում ենք այն հրաշքները, որ Տերը անում է մեր կյանքում, Տիրոջ սերը եւ երբ որ մենք ճանաչում ենք Տիրոջ խոսքը եւ գիտենք այն ամենը, ինչ մեզ դեռ սպասվում է, այդ ամենը շատ զարմանալի է, բայց Տերը ուզում է, որ մենք հավատանք, վստահենք եւ հնազանդվենք իր խոսքին։ Այն միտքը, որ կա մեկը, ով գիտի իմ անցած կյանքից, գիտի իմ ապագա կյանքը, իմ դժվարությունների մասին, իմ կարիքների մասին, կա մեկը, Տեր Հիսուս Քրիստոսը կներեք, ունի իշխանություն այդ ամենի վրա։ Տերը գիտի բոլոր կարիքների մասին եւ ինքը ունի իշխանություն։ Մենք բոլորս ունենք այդ ամենը եւ այնտեղ, որտեղ մենք անզոր ենք, Տերը զորավոր է։ Այնտեղ, որ մենք ընկնում ենք, Տերը պատրաստ է բարձրացնել մեզ։ Այնտեղ, որտեղ մենք չենք տեսնում, Տերը տեսնում է։
Ամենակարող Աստվածը ասում է. հավատա ինձ, հանձնիր ինձ եւ արի իմ հետևից։ Փառք մեր Տեր Հիսուս Քրիստոսին, եւ եթե կան բաներ մեր կյանքում, որ անհնարին են թվում, եկեք հիշենք Սիմոն Պետրոսի պատմությունը, երբ ինքը ամբողջ գիշեր անգամ մեկ ձուկ չկարողացավ բռնել, բայց երբ ինքը դարեց Տեր Հիսուսի խոսքով, երբ ինքը դարեց Տեր Հիսուսի հետ, այնքան ձուկ բռնեց, որ այդ ցանցը գրված է, որ պատրվում էր եւ նավը խորտակվում էր։ Ու գիտեք, այսօր եթե կա մեր կյանքում բաներ, որ մեզ թվում է, որ դա անհնար է որ լինի, ինչ-որ մեղք կամ ինչ-որ գայթակղություններ, որ մենք մտածում ենք անհնար ազատվենք, այդ ամենը մենք կարող ենք Տեր Հիսուսի հետ։ Մենակ մենք անկարող ենք, բայց Աստծո հետ ամեն բան հնարավոր է դառնում։ Եվ 139 Սաղմոսը, որ կարդացինք, առաջի խոսքը բաց թողեցինք, բայց այնտեղ մի կարևոր բան է ասում Դավիթը, ասում է. Տեր, դու ինձ քննեցիր եւ ճանաչեցիր։ Եկեք մտածենք, ինչպիսին է ճանաչում մեզ Տերը։ Թույլ մեղքը սիրող, թե մեղքին պատերազմ հայտարարող, մեղքի դեմ պայքարող, գայթակղություններին ոչ ասող իր զավակին։ Ու գիտեք, հենց սա է Հիսուսի հետևից քայլելը։ Եվ մենք պետքա գնանք, որպեսզի տեսնենք։ Եվ առաջարկում եմ վերջի խոսքը կարդանք եւ կանգնենք աղոթքի։ Սաղմոս 119, 15 եւ 16 խոսքերը։ Քո հրամանների մասին պիտի մտածեմ, քո ճանապարհներին պիտի նայեմ, քո կանոններով պիտի ուրախանամ եւ քո խոսքը չպիտի մոռանամ։ Եկեք աղոթենք այն մարդկանց համար, ով այսօր անցնում են ինչ-որ դժվարություններով, ինչ-որ ճանապարհով անցնում, որ իրան թվում է, որ դա անհնար է։ Եկեք աղոթենք, որպեսզի մենք հանձնենք Աստծուն այդ ամենը եւ ասենք, որ այդ ամենը հնարավոր է Աստծո հետ։ Փառք ես Տեր իմ Աստված, շնորհակալ ենք Տեր քո ամեն խոսքի համար։ Շնորհակալ ենք Տեր իմ Աստված, որ կաս մեր կյանքերում Տեր։ Տեր, մենք քեզ ենք հանձնում մեր բոլոր դժվարությունները Տեր, մեր բոլոր ճանապարհները Տեր իմ Աստված, եւ հավատում ենք, որ քո հետ ամեն բան հնարավոր է Տեր։ Այն ինչ որ չի ստացվում մեզ մոտ Տեր, մենք ուզում ենք, որ գաս ու տիրես այդ իրավիճակում Տեր իմ Աստված։ Մենք ամեն մի ճանապարհ, ամեն մի կարիք Տեր, քո առաջ ենք բերում Տեր իմ Աստված։ Դու գիտես բոլորիս սրտերը, դու գիտես բոլորիս կյանքերը Տեր, եւ ուզում ենք, որ գաս ու տիրես Տեր իմ Աստված, որպեսզի ճանաչենք քեզ, քո խոսքը Տեր, եւ հնազանդվելով քո խոսքին Տեր իմ Աստված, գանք քո հետևից։ Սիրում ենք քեզ Տեր, եւ ամեն բան բերում ենք քո առաջ Տեր։ Ողջ փառքը քեզ ենք տալիս Հիսուս Քրիստոսի անունով։ Ամեն։